Բարի լույս սիրելիներս, դուրս էի գալիս եւ հանկարծակի ասեցի սպասի մտնում երկու բառով մի հատ ձեզ բարև եմ։ Բարև ձեզ, իմ լավ ժողովուրդ, հուսով եմ որ լավ եք։ Վաղուց Անահիտը չէր խոսացել ձեր հետ, երեխեք տեսնում եք մեր ծիրանն ինչ լավն է։ Հիմա մենք դուրս են գալիս հաց ուտելու, այսօր մեր մոտ կիրակի է։ Եվ ես այսօր վիխադնոյ է, էլի մեր մոտ։ Ճիշտ ասած ուրիշ պլաններ ունենք, բայց ասեցինք ստոպ, այսօր մի քիչ հանգստանանք, վաղը նորից էլի բուրը նորերը մեզ սպասում։ Ես արդեն Instagram-ով ուղարկել եմ բոլորին ժամը, որտեղ եւ պատասխանը մինչեւ այդ օրն է լինելու, դրանից հետո արդեն կտեսնենք ով կգա, ուրախ կլինեմ, ով էլ չի գա, երևի հարմար չի ձեզ, ինձ այդ մի օրն էր հարմար։ Սիրելիներս, ես շատ շնորհակալ եմ ձեր հրաշալի բառերի համար, եւ հրաշալի կոմպլիմենտների համար, դա լինի շորտերի, դա լինի վիդեոների։ Գիտեք, ես մի բան հասկացա այս կյանքում, երբ որ դու բարի ես կամենում, դու բարեկամ ես։ Եվ իմ հետևորդներն ինձ բարին են կամենում։ Ես դրա համար շատ ուրախ եմ բոլորիցդ, ովքեր անգամ արձագանքում եք, Անահիտ ջան, մենք քո աչքերով նայում ենք, հիշում ենք, կարոտում ենք։ Միգուցե մի օր էլ ես կնայեմ ձեզ եւ ես այդ իմ կարոտս կառնեմ։ Ես էլ եմ շատ հաճախակի նայում բլոգներ, ովքեր որ գալիս են Երևան եւ ես դրանից հաճույք եմ զգում եւ հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի մեր հայ ազգի համար, հուսով եմ, որ մենք ուժեղ ենք, մեզ ոչ մեկ չի կարող կոտրել։ Մենք բիբլիկ ազգ ենք, մենք ինձ տենց է թվում, մենք շատ ուժեղ ենք։ Ես նոր եմ նկատել, որ մենք շատ ուժեղ ենք եւ դրա համար ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ մենք կանք, եղել ենք, կանք եւ կմնանք։ Եկեք միայն խոսանք պոզիտիվ բաներից, եկեք խոսենք միայն դրական, եկեք մենք միայն մտածենք դրական։ Ես միշտ ասել եմ եւ կասեմ եւ դա իմ մաշկի վրա եմ զգացել, որ խոսքը ուժ ունի։ Անկամ երազելը, անգամ մտածել, անգամ ընկնել երազանքների մեջ, ես սա եմ ուզում եւ դա կատարվում է։ Դրա համար սիրելիներս, եկեք դրական, շատերը գրում են Անահիտ ջան, ինչքան դրական եք դուք, բայց ինչու լինենք նեգատիվ, եթե արդեն աշխարհն է նեգատիվ, արդեն բան է լինում, տոկոսային չափով նեգատիվը սկսում է արդեն գերակշռել։ Դրա համար եթե մենք լինենք դրական եւ աուրա տանք, ես շատ բլոգերներ եմ նայում, երիտասարդ են, նենց միայն լսում ես լաց ու կոց, ստեղս ցաված, ընդեղս եղավ, բանը, այսօր ես շատ հոգնած եմ, այդ հոգնած բառը, այո, բոլորս իրավունք ունենք ասելու, որովհետեւ գալիս է մոմենտ, որ ասում է ջեմիգին լոջված հոգնած վիճակ, բայց այդ բառը մաման էլ ասում, չեմ սիրում հոգնած բառը։ Եվ գիտեք ինչ, դա ճիշտ է, ամեն խոսքից հետո ասում ես հոգնում ես, դու հոգնում ես, այսօր առավոտյան արթնացա, Ռուզանին ասի, ոյ, այսօր գիշերը լավ չեմ քնել, իրոք չգիտեմ ինչ էր կատարվում, այսօր շատերը լավ չէին քնել, ասեցի Ռուզ դու չես հոգնած, ասես ոչ, եւ ես դրանից ինձ անհարմար զգացի, որ ես ասեմ, ասես դու ասեցի չէ լավ է, ես մի քիչ քնեցի, ասես հոգնած ես, դրա համար մի հատ սուրճ խմեցինք մեր հայկական եւ մարշիրովկա հաց ուտելու կմտնենք վերնիսաժ, ուզում եմ մի քանի տենց էլի փոքրիկ գնումներ ունեմ, նայենք ուղակի ման կգանք, ես հիմա մի հատ նշեմ իմ մոտ, ես մի հատ ընկերուհուս համար պետք է նվեր գնեմ, ծանոթ աղջիկ է շատ, որ շատ է սիրում տենց հայկական բաներ, եւ ուզում եմ ինձ մի հատ գեղեցիկ արցախյա կոմպլեկտ գնեմ, չնայած մի հատ գնել եմ, շատ արտակարգ գործեր են, ես իր Instagram կոչվում է Alex Ben, ես պատահաբար երեկոյան ժամը 7-ն էր 6:30 էր, տենց ման էի գալիս, ասեցին փակա բարուսա, տեսա այդ աղջիկը գեղեցիկ աղջիկը կանգնած էր, այն մյուս աղջկանն էլ էր լավը, այս մյուսինն էլ էր լավը, այս մյուսի մոտ է կգնամ այսօր, որտեղ ես մի քանի գեղեցիկ գործեր տեսա եւ երևի տեղից մի հատ կոմպլեկտ ինձ վերցնեմ, բայց այս Alex Ben-ի մոտից ես մի հատ լավ կոմպլեկտ եմ տեսել, ինձ թվում է դա էլ կգնեմ եւ դա կլինի իմը, որովհետեւ երբեմն ցանկանում ես արցած, չնայած ես ոսկի եմ շատ սիրում, ոսկի եւ ադամանտ, դե բնականաբար հնարավորությունը ամեն մեկի չի ներում, որ ամբողջը գնես, բայց ամեն դեպքում արցաթյա գեղեցիկ օրիգինալ զարդ ունենալը լավն է։ Ես այն կկրեմ եւ անպայման խոստանում եմ ձեզ ցույց կտամ եւ մատանին եւ ուղերը։
Եվ կհավատակ այդ աղջիկը ճիշտ ասեց, այդ օղերը միայն ինձ չկպավ այստեղ, որովհետև իմ վիզը բավականին երկար է, իմ քրոջս վիզն էլ է երկար, բայց քանի որ ինքը ինձ այս կարճ է, իրանը կպնում էր տեղ, իսկ իմս չէ, իմ բավականին երկար պիտի լինի, որ կպտեր այդտեղ, եւ ինքը ապշած նահբեր ինձ ասում է, ես առաջին անգամ տեսա, ասեցի դե նենց, որ դա բարձրահասակների համար է այդ օղերը։ Դե ինչ սիրելիներս գնանք, ես քաղցած եմ, գնանք մի կտոր հաց ուտենք եւ գնանք թափառենք մեր երևանյան փողոցներում, որովհետեւ մեզ մնացել է բավականին քիչ ժամանակ եւ վայելենք վերջին մեր օրերը։ Այո, չգիտենք, մյուս անգամ կլինի, թե չի լինի, Աստված առաջ, ես տեսնում եք, ես սպոնտանե որոշում եմ եւ կատարում, իհարկե մտածում եմ, ասում գնամ, չգնամ, եկել վերջում ասես անել լավ շատ մի մտածի, հուսով լինեմ, որ սա չի լինի վերջինը, Աստված առաջ, հույսով լինենք և հույսս չեմ կտում Տիրոջից։ Դե ինչ սիրելիներս, համբուրում եմ ձեզ ասում եմ մնացեք Անահիտի հետ, այսօր չգիտեմ ինչ կնկարեմ, ում կնկարեմ, կտեսնեմ, եթե վերնիսաժ այդ աղջիկա բանը, ինչ են ասում, տաղավարը տեսնեմ, անպայման կնկարեմ, բայց իր սայթում բանի Instagram-ի բավականին շատ բաներ կան։ Դե ինչ, գնացինք սիրելիներս։ Շատերդ կհարցնեք ինչու եմ ձայնը հանել։ Ժողովուրդ ջան, սա Կովկասկայա պլենիցան է, մեր ճանաչված, որ մենք շատ էինք սիրում հաց ուտել, բայց ինձ թվում է դա կլինի վերջինը, որովհետև երաժշտությունը այնքան բարձր է, որ ոչ քո օտացից ես հասկանում մի բան կերածից, ոչ էլ քո դիմացի մարդուն ես լսում, մի ահա որ զգուշացրեցինք, ասեցին կարող եք մի քիչ ցածրացնել երաժշտությունը, ասեցին ոչ։ Դրա համար ես հիմա հանել եմ երաժշտությունը, ուղղակի ցույց եմ տալիս մեր հրաշալի հերոսներին, մեր չաղ ցանցար Նիկուլինին, Շուրիկը գլխի վրա, ցույց ենք տալիս ամենակարևորը, հեսա գնում եմ դեպի մեր Ֆրունզիկին, չէ, Ֆրունզիկը չի, գիտեք, այնքան հարազատ է մեր, այս կինոն այնքան ենք սիրել, հիշում եք, որ հենց կինոն սկսում էր, մենք դրսում խաղում էինք, վազելով գալիս էինք ու նստում հեռուստացույցի առաջ։ Մի հատ խնդրում եմ նայեք այս կոմպլեկտը, ռուզ մատանին լավ, հեսա մատանիով ցույց կտամ ձեզ, ես եկա վերնիսաժ, մեր սիրունիկ աղջիկը չի ցանկանում նկարվել, բայց ես ձեզ ցույց եմ տալիս լոգոն, Alex Ben, չնայած ձեզ ասել է արդեն այսօր առավոտյան, սենց այդքան շատ աշխատանքներ չկան, բայց ասեմ ձեզ մտեք Instagram եւ տեսեք, մի հատ խնդրում եմ այս մատանին տեսեք, իրանք յուրատիպ չկրկնվող գործեր են Եվ հուսով եմ, որ չի փոխվի գույնը, դե ոչինչ, սոդայագիր կլսնենք, արծաթ է, էլի կարող ամեն մաշկը իր գույն բանն ունի, չէ, հա, հիմա առանձնահատկությունն ունի, շատ արտակարգ գործեր ունի, սիրելիներս, ես ահագին բան տեսա Instagram-ում, բայց այսօր չունի, որտեղ ասում է վաճառվել է, այն օրն ավելի շատ ունեիք, դե մեկը ես գնեցի արդեն, լավ աշխատանքներ են, ափսոս բրասլետներ չկան, դե լավ, Alex Ben, սիրելիներս Ժողովուրդ ջան, ես այսօր հանդիպեցի իմ սիրելի Գոհարին, բոլորդ արդեն, չգիտեմ, տեսել եք անցյալ տարվա, մենք շատ մեծ կապ ունենք իրար հետ, հեռախոսով, վիդեոզվանոկով եւ մեր Գոհարի հետ համարյա ոնց որ 100 տարվա ընկերուհիներ լինենք, քույրիկներ ենք արդեն դարձել եւ նայեք տեսեք իմ Գոհարը ինչ լավ նվեր է ինձ բերել Սվարովսկու օղեր, երեխեք ես այնքան ինձ լավ երես եք տալիս, չի կարելի այդքան մամային անվեր բերե, Սիրգեին անվեր բերե, Սիրոժկային, այնքան ուշադիր է, որ գիտի Սերժն ինչ է սիրում, մամային բերել է այս սիրուն սրտիչները, որովհետև գիտի, որ ինքը թոթոր թաթիկներով, ման ջան, սայքոննա, օլալա, Սերժի համար էր բերել է, Սերժ, regarde, c'est pour toi, Սերժի համար էր բերել է Grand Candy իր սիրած կանֆետները, բայց Անահիտն էլ կօգտվի, էլի պկլիկ Այնքան հաճելի եղանակ է, չէ, Գոհար։ Գոհար ջան, ինչ ես ասում, Անահիտ լավ աղջիկա։ Չկա։ Նո, այնքան հաճելի է։ Պատկերացեք, եթե ես լինեի Երևանում, մենք լավ ընկերներ կլինենք, մենք անդադ կհանդիպեինք միասին։ Ուրիշ բախտ։ Երեխեք ջան, իմ բախտից եղանակը հրաշալի է, չէ Գոհարիս, հունիսը սենց ես լճել, Ֆրանսիա 42 այսօր, Դավիթն ասում է մամա խեղդում եմ։ Բայց ես համոզված եմ, որ դու գնալու եմ 23 այժմ, ձյունակ, հենց արևը տեսնում է արև շատին,
Դե ինչ սիրելիներս, մենք մեր երեկոն անցկացնենք։ Դու դուրս ես գալիս Արևը թաքնվում է մեր Գոհարի հետ։ Շատ շնորհակալ եմ Գոհար ջան, ուղակի հրաշք։ Ավարող վայել ես։ Ընտիր, ես sense նուրբիկ բաներ սիրում եմ, նուրբիկ, բայց նաև մեկտեղ ինձ ականջող շատ է սազում։ Ասեք դրա համար ես տանջում եմ, լես մի պրոթեզս չի լավացել։ Աստված իմ, դե լավ սիրելիներս, մի քիչ վայելենք մեր Գոհարի հետ, հետո էլի կմիանանք ձեզ։ Ինչ որ Գերմանիայի, գնաց Գերմանիայի ոնց որ են եղա։ Այն Գերմանիայի աղջիկը։ Ինչ է իր ասում, ասա Գոհարի Գոհար ջան։ Երեխեք ջան, սա մեր Գոհար Մակարյանն է, դուք տեսնում եք, որ հաճախակի բոլորիդ պրոպագանդա անում, գրանցվեք Անահիտի ալիքին։ Երեխեք, գիտեք իմ ծիծաղս գալիս է, այնքան եմ, այսպես հուզվում եմ, որ մարդիկ ես էլ եմ մոռանում, ոչինչ հա, բայց դու այնքան պարտաճանանչ ու հոգե հարազատ ձևով ես ասում Գոհարի, դա միայն որովհետև ես քեզ երբ որ ճանաչեցի անցյալ տարի այս ժամանակ, ասենք շփվեցինք մենք, այն ժամանակ աղջիկներն էլ տարին։ հա Դրա համար ասում եմ, Անահիտին դուք տեսնում եք էկրանի այն կողմը, բայց երբ որ իրեն տեսնեք սենց իրական կյանքում, ավելի շատ կսիրեք։ Օ, մերսի Գոհար Եթե ջան։ դուք իրան ճանաչում եք երեխեք ջան, ու հետո տեսնում եք էկրանի մյուս կողմում, դրանք լրիվ ուրիշ բան է։ Ուրիշ տպավորություն է, ոնց որ ես ձեզ, հա, ես դրա համար իմ համար հաճելի է, որ պայմանավորվեցի բոլորի հետ 3 շաբթի օրը։ Կհանդիպենք 3 շաբթի, մի քանիս են արձագանքել, դե հիմա ես ինչքան հա, բոլորը նոր մարդիկ է շատ կան Գոհար ջան, որ դա կնկարեմ դու եք կտեսնես, հա, ու անկախ քեզանից դու կծանոթանաս թե ովքեր են հետևում էլի մեզ, հա։ Դե լավ սիրելիներս, այս էլ մեր Գոհարի գեղեցիկ բառերը, խոսքերը, որոնք որ իրոք իմ համար շատ հաճելի է, չնայած ասեմ ձեզ ինքը նենց էլ է ինձ գրում անդադ Instagram-ով իմ համար սովոր։ Եվ բոլորը, ասեմ իմ համար որակն է շատ կարևոր։ Բայց գիտես ես մի օր որ կանգնեցի հիշում ես որ ասեցի եթե նրանք որ ու սպասում են լյուբապիտնի բաներ կարող եք հենց հիմա էլ դուրս գաք, մեկ է տեսնեմ մի քանի հոգի կտկտալով դուրս եկան։ Ով եկավ, ինչ բերեց։ Ապրես, ինչ արեց, ինչ շնչեց։ Ապրես, այն ինչ էր, ապրես։ Բարի լույս սիրելիներս։ Բարի լույս սիրելիներս, բարև ձեզ, ինչպես եք։ Հուսով եմ որ լավ եք, մի քիչ աղմկոտ եք, քանի որ մենք գտնվում ենք Ամիրյան փողոցի վրա եւ գնում ենք ուտել Օսկ մեր լամաջուն։ Հետո տեղից ոտքով կգնանք բան մեր Սուրբ Սարգիս ուղղակի նակալենիկս չհակա, բայց ոչի եւ Ռուզաննա պերսոնել ողջույն։ Հիմա դուրս ենք եկել նրանք ովքեր կարոտել են, շատերը գիտեն որ Պրոսպեկտի փողոցի վրա եք ապրել։ Ահա եւ մեր Պրոսպեկտը դուրս եկանք Ռուզան Լարիսի շենքը որն է այդ անկյունի ուշքին է սա երևի։ Այն կամիսյոնին որտեղ է։ Քիչ վերև ուրեմն մենք կողմն Սա մեր Պրոսպեկտը։ Հիմա ոնց են գնում Ռուզաննա ջան Օսկ։ Գնացինք մեր նրանք ովքեր կարոտել են մեր թզին, մրգերին գեղեցիկ։ Գնում ենք հիմա մեր լամաջուանոցը։ Անջատեմ, որովհետև աղմուկն ահավոր երեխեք ջան, մեր մոտ բավականին լավ եղանակ է։ Ով։ Ահա, пожалуйста։ Ահա եւ ամենահամեղ լամաջունի տեղը Ամիրանով դուրս եք գալիս եկում եք ձախ Օստա կոչվում Մաշտոցի 20 Ահա եւ գիգանտսկի լամաջուն Ջան մեր Պրոսպեկտի շուկան ես ուրախ եմ որ ֆասադը թողել են սա չեն քանդել չնայած ներսը սիթիա բայց գոնե այս կառույցը թողել են այս ֆասադը շատ գեղեցիկն է պատմական Գոնե էլի փոխեն, բայց գոնե ֆասադները թողնեն այս գեղեցկությունը, արխիտեկտուրան։ Ջան, եկանք Սուրբ Սարգիս։ Այս տեսարանն է շատ սիրուն է։ Ինչը մերն է սիրուն է ոչմ ժողովուրդ։ Ահա եւ մեր Սուրբ Սարգիսը։ Սա իմ մանկության երիտասարդության եկեղեցին է, հոգեհարազատ։ Այս կողքի շենքերն այսքան ժամանակ չեմ նկատել ժողովուրդ։ Իսկ թվում է այս կողքի շենքերը ստալինկաներն են։ 1, 2, 3, 4, այո։
հրաշալի շենք է, այն վերև հարկը մեծ հաճկով կապրի։ Ինչքան լավն է մեր եկեղեցին, սա էր Ռուզաննան։ Ահա, մեր հրաշք Սուրբ Սարգիսը։ Գնացինք ես եկա մի հատ օրոք ձևով ջուր խմեցի։ Այս հրաշալի վայրը հայտնաբերեցինք մեր Ռուզաննայի միջոցով։ Գիտեք, անգամ Երևանում շատերը չեն ճանաչում, այստեղ արժե գաք եւ անցկացնեք հրաշալի երեկո, բավականին բարձր մակարդակով, երաժշտությունը եւ այլն։ Շատ գեղեցիկ տեղեր, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, լավ երեկո, ամենակարևորը լավ մարդկանց հետ։ Ես բանկում ունեմ յաշի, ես ընտանիք։ Հա, տունը պարնում եմ, ես ամենօր ես։ Ամենացար։ Բայց ես որ տանը։ Այս անունը ինչ է Ռուզան։ Մութաբա։ Մութաբա, մեկ էլ խամած մատուն իմ սիրած բանն է։ Մենք էլ նստած ենք այստեղ, եւ ռեստորանը շատ արտակարգ տեղ է, Հրազդան ոնց է կոչվում, ասա Ռուզաննային կարծեմ։ Ռուզան ջան, կներեք էլի ոնց է կոչվում ռեստորանը։ Պանդոկ Գետապին, երեխի ջան, Հրազդան չէ։ Հրազդանի կիրճ։ Այսօր նայեք, տեսեք, եկեք ստեղ իրոք շատ ճաշակով է։ Ահա եւ մեր հրաշալի ձուկը, որը ես ուղակի խենթանում եմ։ Նայեք, տեսեք, շատ համեղ է Ռուզան։ Մի հատ լիմոն ճզմենք։ Քանի երաժշտությունը չկա, խոսեմ, ավարտվում է մեր հայկական սուրճով եւ պաղպաղակով։ Ժողովուրդ ջան, մի հատ բարևներ բոլորին։ Քանի չկա երեխեք ջան, նկարեմ, ասեմ, որ մի արտակարգ տեղ է, մի հիասքանչ։ Ես նկարեցի, տեսել եք, տեսակ արդեն շորտը դուրս եկավ, այդ գեղեցիկ համերգը, իրանց մոտ կա երաժշտական պրոգրամ, սկզբից գալիս է կլասիկան, հետո մեր հայկական հայ երգիչներ, հետո այս ներկայացումը, իսկ հիմա ինչ որ հայկական երևի երաժշտություն բարելու ժողովրդի պարայի։ Այնտեղ ժողովուրդը սպասում են, չգիտեմ ինչու, երևի սպասում են, որ պարել։ Անո, ծնունդն է մեկի, ինչ որ մեկի, հա, ծնունդ, հա, այսա կնշեն, հա, դե լավ է։ Շատ լավ տեղ է, խորհուրդ կտամ, եթե գաք, Ռուզան էլի մոռացա անունը։ Պանդոկ Գետապին, Պանդոկ Գետապին, Հրազդան, չէ Ռուզ։ Հրազդանի կիրճ։ Հա, չէ, Հրազդանի կիրճ, մեր Հրազդան ստադիոն, Զանգվի ձոր չէ, այս է Զանգուն, երեխեք ջան։ Այս կրիշն է, էլի խանգարում, թե չէ շատ սիրում։ Ռուզան, իսկ ձմռանը ստեղ փակ տեղ կա, որ մարդիկ հաց ուտեն, հա, յա։ Ես էլ նայում ասում ես, այս հնարավոր չի, սա միայն ամռանը աշխատի։ Դե ինչ մեզ բարի ախորժակ, բարի մարոժնի, մեր հայկական վանիլային։ Դե ինչ սիրելիներս, եկեք այս հրաշալի տեսարանով ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ամենալավը և ամենակարևորը, ցանկանամ, որ շրջապատված լինեք լավ, ճիշտ մարդկանցով, հավատարիմ, հարազատ մարդկանցով, բարի կամեցող մարդկանցով և ամենակարևորը սիրելիներս լինեք առողջ, լինեք երջանիկ, այս կյանքում ամեն ինչ անցողիկ է, միայն լավ հիշողություններն են մնում,
Ինչ ենք անում մենք։ Մենք վերցնում ենք մեր գեղեցիկ հիշողությունները եւ հեռանում այս աշխարհից։ Եվ այսօրը եւս գրանցվեց իմ կյանքի օրագրում։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում, պակա։ Պակա։